Այսօրվա խոսքը ինչպես ամեն տեղ ու ամեն ուր կսկսենք հոր, որդու և Սուրբ Հոգու անունով, որտև սա է մեր ճշմարտությունը, որից մենք հավատում ենք, կարճած ենք և կապրենք և ապրելու ենք մինչև մեր կյանքի վերջի շունչը և վերջի հոգին։ Այսօրվա խոսքը ևս արված է, սկսվում է մի այսպիսի օրինակից, մեծահարուստ կար։ Եվ այսօր ոչ բոլոր մեծահարուստների վրա եմ ես պատրաստում քարեր շպրտել, բայց մեծահարուստների մեծամասնությունը այսօր դու նայ քո շուրջ բոլորը, եւ եթե ես չափազանցնում եմ, ներողամիտ գտնվիր, բայց այսօր մեծահարուստների մեծամասնությունը միայն իրենց հարստությունը, իրենց վայելչության համար չի, այլև ուրիշների աշծակելու համար է։ Նրանք հրճվում են, ուրախանում են, նորեն եմ ես ասում, բոլորի մասին չի խոսքը, այդ մեծահարուստների մեջ կա Քրիստոսին պաշտող խոնարհ քույր ու եղբայրներ, որոնք իրենց հարստությունը ոչ միայն իրենց բարոք կյանքի, այլ նաև իբարս Քրիստոսի են ապրում, դրանց մասին։ Այսօր կան տեսականիներ, որ ամեն շռայլության, ամեն ծայրահեղության գնում են միանշանակ մեկ բանի համար, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի իրենց մարդկային մեջի եսը լի իրավ սնվի ու հաստատվի։ Եվ բերված մեր օրինակը նմանատիպ մի հատ մեծահարուստ մարդու մասին էր։ Նա իհարկե մեծարվում էր իր ընկերների, բարեկամների, գործընկերների բոլորի կողմից, բայց մի բան ավելի շատ էր, ուզում էր, որ իր տղան ևս իրեն մեծարի եւ ասի հայր, այս ինչ փառավոր տուն, տեղ, պայման ես ստեղծել ինձ համար, որ վաղը մյուս օր ես քեզանից ժառանգելու եմ։ Ուստի այդ պատճառով ասում են ինչ արավ այդ հարուստ մարդը իր տղային առավ եւ որպեսի իրանց ունեցածի շատությունը եւ հարստությունը եւ ճոխությունը ավելի բացահայտ երևա, տղուն առավ ու գյուղ գնացին, մոտակա գյուղերը։ Ու միտումնավոր ընտրեց այդ գյուղի մի համեստ պայմաններով ապրող գյուղացու տանը գիշերեն։ Այդ ամբողջը մտածված էր արել, որպեսզի contrast-ը, այսինքն այդ հակասությունը շատ զգալի լինի, որ ինչ տան, ինչ պայմաններում են ապրել եւ հիմա ինչպիսի պայմաններում է մարդիկ ապրում։ Ապրեցին, գիշերեցին, առավոտյան ամեն բան լավ էր, they stayed one night at the farm and a very humble farm family։ Եվ նրանք հաջորդ օրը վերադարձան տուն, ամբողջ հոր նպատակը նա էր, որպեսզի զգացնել տղայի այն տարբերությունը, այն կյանքը, որ ապրում է եւ այն կյանքը, որ մարդիկ են ապրում գյուղերում, այդ համեստ պարզագույն պայմանների մեջ։ What do you think about this trip? Եվ տղային բնականաբար ամբողջ արված էր, որպես ես հարցում արեցի։ Ինչ ես մտածում տղա ասես ճամփորդության մասին։ Ասես լավն էր հայրս, love, very nice dad. That's it. Did you notice? Հապուր ասма հայրը հարցեց տղային, տղաս նկատեցի թե ինչքան խեղճ ու աղքատ ու խղճուկ էին ապրում նրանք։ Այդ ամբողջից դու ինչ սովորեցիր։ Հիմի ականջները սրած սպասում էր, որ տղու ինչը գովեստը լսել եւ իր եսը սնել, որ նույնիսկ իր տղան, իր ապակա ժառանգը եւս ընդունում է, որ ինքը հաջողակ է, ինքը հարուստ է, ինքը առաջադեմ է։ Ի տարբերություն հորը դժբախտաբար ասում եմ, ես մի բան սովորեցի։ Մենք մի հատ շուն ունենք, տանը նրանք 4 հատ շուն ունեին։ Այդ գյուղացին ինչքան անտեր շուն կարեք հավաքվել էր։ Ասեց մենք մի հատ փոքրիկ ջրավազան ունենք, մի հատ շատրվանով, նրանց կողքի տան կողքով մի ամբողջ գետ էր հոսում։ Գյուղի գետն էր հոսում էր։ Այդ երեխան մտածավ, ինչպես ինչու՞ չէ, Աստծո տվածն է, չի փորել, չի հորել, չի պատրաստել, վայելում է Աստծո ստեղծագործությունը։ Ասես մեր տունը սահմանափակվում է ցանկապատով։ Ասես նայում ես հերուն տեսնում ես ցանկապատը, ու դրանով վերջանում է։ Ասում են նրանք ցանկապատ չունեն։ Ամբողջ այդ իրենց բակը տանում գնում էր մինչև լեռներն ու սարերը։ Անverջ էր։ Եվ այս ամբողջ օրինակը գիտեք ինչի համար ասվեց։ Ամեն ինչ գալիս է, որ դու նայելով կյանքին ու նյութին ու վիճակին ինչպես ես վերլուծում։ Ինչպես ես առնում տեսածը։ Եթե տեսածը տեսածի նման, այսինքն նյութական ես տեսնում, բնականաբար դու միշտ քեզ կտեսնես պակաս, եթե այս հարևանից չէ, բայց կողքի հարևանից, մյուսից, այս բարեկամից չէ, բայց մյուս բարեկամից։ Սիրելիներս այսօր դու չես կարող, ես չեմ կարող, մենք չենք կարող ձերբազատվել, եթե մեր ուղեղը եւ մեր տեսածը ինչ անի ամբողջը վերլուծի նյութական տեսանկյունով։ Եվ դրա համար Աստծո խոսքը տրվեց մեզի, որպեսզի մենք կարողանանք պահ ու պահեր
ձերբազատվենք մեր մարմնից, մեր նյութապաշտությունից եւ մեր հոգին կենտրոնացենք Աստծո խոսքի վրա, որպեսզի Աստծո խոսքից կարողանանք սնվենք եւ նորոգվենք եւ ինչպես է երիտասարդ տղան էր տեսնում Աստծո ձեռքի հրաշագործությունը բոլորիս համար, նաեւ մենք էլ կարողանանք տեսնել։ Ուստի դրա համար իզուր չէ որ Պողոս Առաքյալը առաջի Տիմոթեոս 6-րդ գլխի 7 եւ 8 համարներում այսպիսի խոսքեր ասեց. Որովհետեւ հիշիր, ոչինչ չենք բերել այս աշխարհ, երբ որ ծնունդ առանք, մեկ ծնվեցինք, մեզ հետ ոչինչ չբերեցինք եւ ոչինչ էլ չենք կարող տանել եւ այն օրը որ մեր մահկանացուն կնքենք, բոլորիս էլ պարզ ու հստակ է, մեզ հետ ոչինչ չեն կարող տանել։ Այն մյուս աշխարհը ինչպիսին է, ամեն մարդ իր յուրովի պատկերացումն ունի։ Ինձ ու քեզ համար երկնքի թագավորությունը Հիսուս Քրիստոսի արյունով գնված։ Ուտելիք եք հագուստ ունեք, դրանցով բավարարվեք։ Պողոս Առաքյալի խոսքը Տիմոթեոսին այսօր խոսք է ինձ համար եւ քեզ համար։ Սիրելիս, եթե մենք կարողանանք ձերբազատվենք մեր այս մատերիալիստական, այս նյութապաշտության տեսանկյունից եւ կարողանանք գոհանանք այն ամեն ինչ, որ Աստված մեզ տվել է, մենք ազատ ենք։ Եթե ոչ թշնամին քեզ կստրկացնի ու դու ու ես միշտ կտեսնենք գոնե մեկը եւ ոչ թե մեկը, այլ 101-ը, որ ինձնից ու քեզնից ավելի հարուստ են ապրում, ավելի լավ տուն ունեն, ավելի լավ պայմաններ ունեն, ավելի լավ հագուստներ են հագնում, ավելի լավ մեքենաներ են վարում, ավելի լավ կյանք ունեն, աշխատանք ունեն եւ այլն, ավելին ու ավելին ու ավելին։ Բայց երբ որ նայում ես այս խոսքերին եւ նայում ես այդ օրինակին, հասկանում ես մի ուրիշ աշխարհ կա, որ ինձ ու քեզ համար բացվել է, որ կոչվում է հոգու աշխարհը, եւ շատ տխուր ու ցավալի է, որ մենք հոգու աշխարհը ճաշակածներս ժամանակ առ ժամանակ ինչ ենք անում, թողնում ենք, ծալում ենք այդ հոգու աշխարհը, դնում ենք մեր այս դարակների մեջ ու նայում ենք ու սկսում ենք խոսքի բռնվել։ Ես Ռուբինան, այս հարևանը մեզնից շատ ավելի հաջող ապրում, ինչ անենք, ոնց անենք, որ չզիջենք իրենց։ Եվ մեր ամբողջ տարիների հավատք ինչ է լինում, դառնում է փուչ ու դատարկ ու ոչնչություն։ Բայց երբ Աստծո խոսքը խոսում է ինձ հետ, եւ իմ կնոջ հետ, եւ իմ տանս հետ, եւ քեզ հետ միասին, որ մենք ոչինչ չենք բերել ու ոչինչ էլ չենք տանելու, այն ինչ որ Աստված տվել է, ճաշակիր, ապրիր եւ սովորիր գոհանալ դրանից։ Չթողնես երբեք թշնամին քեզ խափի եւ համոզի, Տեր, ինձ ավելի տուր եւ քեզի ավելի կպաշտեմ։ Չկա այդպիսի գաղափար, չխափվես, ասում եմ 1 միլիոն շահեմ առաջի գործը եկեղեցի կկառուցեմ, եկեղեցի քո հոգուտ մեջ կառուցի, պետք չունես դրսում կառուցելու։ Մեր կառուցածը հոգու մեջ է, մնացածը շարունակությունը։ Եվ հետաքրքիր ձևով Պողոս Առաքյալը չի կանգառնում այս 7 եւ 8-րդ համարների վրա, շարունակություն ունի։ Իսկ ասում ովքեր, այս խոսքում համար է գրած, հոգևորներիս համար, որտեվ հոգևորն է, որ Աստծո խոսքը բացում է, եկեղեցի է գնում եւ նման համար Սուրբ Գրքի Սերկոլթյան առիթով կլինի, այսօր ես ու դու քարոզով ենք լսում, մի օր դու ես բացում, սկսում ես Տիմոթեոս թղթերը ուսումնասիրել ու այս տողերն ես կարդում, իսկ ովքեր ուզում են հարստանալ փորձության, որոգայթի եւ բազում անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում է կործանումի եւ կորստյան մեջ։ Իմ եթե այս խոսքը ես ասեի, կքարկոծեիք ինձի, կասեիք դու չուզող մարդ ես, դու չես ուզում, որ մենք հարստանանք, բայց փառք Տիրոջը, որ Աստծո խոսքն է խոսում, այսօր ինձ ու քո հետ միասին, եւ զգուշացնում է ինձ ու քեզ, որ ինչ որ Տերը տվել է, մեկս 1000 ենք վաստակում, մյուսս 10,000, եկեք այդ եղածի մեջ հավատարիմ մնանք Տիրոջը, դա է գաղտնիքը,
ոչ թե չափի ու քանակի, այլ հավատարմության, հոգու աշխարհի մեջ տեսնելու, ինչպես մի տող առաջ կարդացինք, ունես հագուստ, ունես տանիք գլխիդ, ունես օրվա ապրուստ, գոհացիր, եթե Աստծո կամքի մեջ է, որ քեզի հարստացնի, նա կհարստացնի, բայց քո ցանկությունը, քո բաղձանքը, քո գիշերն ու ցերեկը, քո երազն ու փափագը թող հարստանալ չլինի, Սարո չուզող ես, Սարոն ուզող չի, եկեղեցին, Աստծո խոսքը ճշմարտություն ասում, եթե տենչացիր հարստանալու համար, զգուշացիր ով հոգևոր մարդ, այս խոսքերը աշխարհի համար չի, մարդիկ ընտրություններ ունեն, բազում միջոցներով եւ առիթներով հարստանում են, բայց Աստված ինձ ու քեզ զգուշացնում է, եթե դու փորձեցիր նմանվել ես աշխարհին եւ այդպեսի հախուռն գիշեր ու ցերեկ երազեցիր ու փափագեիր $1 էլ ավել, $10, $100, 1000 եւ այդ բոլորը Պողոս առաքյալը Տիմոթեոսին այսօր ինձ ու քեզ զգուշացնում է, կընկղմես կերպ փորձությունների, նեղությունների ու դժվարությունների մեջ եւ նույնիսկ քեզ կարող է ինչ անել կընկղմել կործանումի եւ կորստյան Սրանք սարսափելի ու ահավոր բաներ են, որ նման մի հատ միտում կարող է նույնիսկ մեր մեջից ինչ անի, դուրս անի ինչը, փրկության բաղձանքը, ցանկությունը, երազը, կարոտը, հիշում եք մի առիթով ասեցինք, հոգևոր չի կարող ամեն օր չմտածի այդ երկինքի թագավորության մասին, որտեղ դա է մեր ամբողջ կյանքի նպատակը, երկինքը վայելել մեր փառավորած Քրիստոս Հիսուսի ներկայությանը մեջ Հակոբոս առաքյալը ունի 6 գլուխներից բաղկացած թուղթ Հակոբոս առաքյալը Հիսուս Քրիստոսի մարմնական եղբայրն էր Եվ ի տարբերություն Հակոբոս առաքյալի թղթերին, եթե համեմատենք Պողոսի եւ Պետրոսի եւ Հովանեսի թղթերին Պողոսի, Հովանեսի եւ Պետրոսի թղթերով վարդապետությունը կառուցվեց եկեղեցում վարդապետությունը Հակոբոսի թղթերը ընթերցելով դու այնտեղ վարդապետություն չես տեսնում քրիստոնեական վարդապետություն խորը իմաստավորումներ այնտեղ խոսում է ինչ հովիվի սիրտը հովիվի հոգին Հակոբոս առաքյալը Երուսաղեմ քաղաքի ավագ հովիվն էր այդ պաշտոն ուներ Եվ երբ որ թղթերը կարդաս, այդ 6 գլուխները, այնտեղ ոչ մի վարդապետական, ինչպես ասենք, Պողոսի Հռոմեացիս թղթն ես կարդում, կամ ասենք Եբրայեցիս թղթն ես կարդում, լեցուն վարդապետության, խրթին, դժվարին, ասես խորունկ բաներ կա։ Հակոբոսի թղթերի մեջ շատ պարզ ու հասարակ, ոնց որ հովիվը իր աշակերտների, իր եկեղեցու անդամների հետ է խոսում, եւ այսպես ասում։ Հակոբոս առաջի գլխի 9 եւ 10 համարները թող որ խոնար եղբայրը իր բարձրությունով բարձենա։ Վա, հակասություն կա, չէ՞, խոնար ինչպես կարող է բարձենա։ Եվ շարունակում է։ Եվ հարուստը իր խոնարհությամբ։ Մի քիչ դժվար է, չէ՞, հարուստ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Մի քիչ առաջ մեր սիրելի քույր Անահիտը 103-րդ Սաղմոսն էր ընթերցում։ Եվ այնտեղ Սաղմոսի հեղինակ ասում էր մարդիկ այդ խոտի նման կընկնեն կչորանան գոչնչանան ու նրանց հետքը նույնիսկ չի հիշվի Ես վերջերս մի հատ փոքրիկ վիդեո էի դիտում Իհարկե արտասանողը դերասան էր հայտնի դերասաններից մեկը որ սկսել է վերջին ժամանակներս արևելի իր հոգևոր աշխարհին վերլուծություններ անելու ասում էր երբևիցե դուք մտածել եք որ այսօրվանից որ հաշվես 100 տարի հետո դու այլևս չկաս ոչ միայն դու չկաս այլ չգիտես նույնիսկ այն տանը որ քո ձեռքով կառուցեցիր հիմի ով է ապրելու 100 տարի հետո ոչ մեկը քեզ չի հիշելու ոչ միտեղ չի նշվելու քո անունդ Եվ ոչինչ չկա, որ իսկ կարճես։ Մեր միակ փափագը ու բաղձանքը, որ մենք երկինքը գժառանգենք, թե ոչ։ Մենք կկարողանանք հավատալ
ու հավատարիմ մնալ մինչև մեր կյանքի վերջի շունչը, այդ փառավոր Քրիստոս Հիսուսին։ Սա է հոգևոր մարդու մեծագույն խնդիրը, հարցումը, մնալը ու հարատևելը։ Եթե այն խեղճ ու սխալ մտքի մեջ ես, որ մեծ ժառանգություն կթոնեմ, մեծ հետ կթոնեմ, բարեկամս 100 տարի հետո ոչ մեկը, ոչ ինձ, ոչ քո մասին, որևէ մի բան չի հիշի։ Այսօր քանիստ եք, շատերս մեր մեծ հոր անունը գիտենք, բայց այդ մեծ հոր անունը որևէ մեկս գիտենք, ես գիտեմ, բայց ոչինչ չի դեր նշանակություն տալիս։ Ընդհանրեն որպես անուն գիտեմ, վերջացավ գնաց, չկա, մոռացվում է, եւ ինչպես Աստծո խոսքի ճշմարտությունը ասում, մենք գնալու ենք, իսկ մեզ գնալուց հետո մեզ հետ ինչ ենք տանելու, դա է խնդիրը։ Մեր հավատքը եւ Քրիստոսի նկատմամբ մեր հավատարմությունը։ Եվ այստեղ Հակոբոս առաքյալը ինչպես գեղեցիկ ձևով հակասությունների մասին է խոսում, ինչպես կարող է խոնարհը բարձենա։ Նա կարող է բարձենա միայն իր հոգու մեջ եւ ոչ թե իմ ու քո հարաբերությունների մեջ։ Գիտեք, ամեն մարդ ապրում է երկու հարաբերության մեջ՝ մարդ հարաբերություն եւ մարդ-Աստված հարաբերություն։ Քանի դեռ մեզ համար Աստված չէր բացվել, մեզ համար մարդ հարաբերություն էր, ամեն ինչում։ Երբ Աստված բացվեց ու բացահայտվեց մեզ համար բացվեց մարդ-Աստված հարաբերությունը։ Եվ որ սկսեցինք կարդալ եւ աղոթել եւ փառաբանել եւ երգել, մեր հարաբերությունը Աստծո հետ սկսեցինք կառուցել ու սարքել ու հաստատել։ Եվ այն ինչ որ խոսում է Հակոբոս առաքյալը, չի խոսում մարդ հարաբերության մասին։ Խոնարհը չի կարող բարձրանալ։ Խոնարհը կարող է բարձրանալ իր հոգու մեջ Քրիստոսի նկատմամբ։ Նրա բարձանքը իր Քրիստոսն է։ Իսկ անհավատ մարդը իհարկե չի կարող խոնարհվել, կարող է ձևացնել, որ խոնարհ է, ինչպես այսօր մեր քաղաքական գործիչները մինչև ընտրվելը ձևացնում են, որ իրանք լավն են, բարի են, մարդասեր են, խոնարհ են, լսող են, որպես ինչ անեն, որպեսի բարձրանան։ Եվ հարուստը իր խոնարհությունով մեր ամբողջ խոսքը ինչից սկսեց։ Այսօր հարուստների մեծամասնությունը ոչ միայն հարստությունը վայելում է, ուրախանում է, մի քիչ ավելի ճոխատում, ամեն օր միս ուտում, դա չէ իր խնդիրը։ Իր խնդիրը, որ պարծանք ապրի, որ մարդիկ մատնացույց անեն, որ ինքը երբ որ ներս է մտնում, ամենաբարձր աթոռը իրեն ինչ անեն, հյուրասիրեն, ամեն ուր արժանանա ծափարանքների ու մեծարանքների։ Եվ սա, գիտեք, ինչ մատ գեղեցիկ օրինակ է ինձ ու քեզ համար, ես եկեղեցում եւ մեր կյանքում։ Այս տարիներում ես եկեղեցում հավաքվենք, եղել է 1-2 դեպքեր, որ մի քիչ ասենք, ինչ-որ մի ճանաչված մարդ է, ինչ-որ մի երկիչ է, մի եսի ինչա, ներս է մտել։ Հեռուստացույցի վրա տեսել ես մի քանի անգամ իր դեմքը։ Հետո ոմանք շփոթվում են, խառնվում են, ուզում են այդ անպայման կողքին կանգնեն ու շփվեն, ասենք մի հատ նկարվեն, հետո չամանչեն ստորագրություն վերցնեն իրանից։ Մոռանում ենք, որ մենք մարդ ենք, սիրելիս, մարդ ենք։ Այդ celebrity, այդ հայտնի, այդ մեծամեծներ կոչվածները նաև իմ ու քո նման նույն թթվածին են շնչում, ուրիշ բան չեն շնչում։ Նրանց մեջ նույն արյունն է, այդ կարմիր արյունն է, որ հոսում է, նույն սիրտն է, որ բաբախում է։ Այն օր, որ իմն էլ կանգնի, իրանն էլ կարող է կանգնի։ Ոչ մի բան տարբերություն չկա։ Ինչպես արժանահիշատակ մայրս էր ինձ հիշեցնում, այդ հարուստին մեծարելը չխաբվես, նա իր հարստությունը քեզ բաշին չի անի։ Ուղղակի մարդիկ կան, որ այդպես տենչում են, մեծահարուստ ընկերներ ունենան։ Եթե Աստված բերի մեր կյանքում, թող բերի, բայց մի տենչա դրա համար։ Այդ մեծահարուստը իր հարստությունը, իր փառքը քեզ չի տա։ Նա ամբողջ կյանքը ներդրում արել, որ ինքը փառավորվի։ Բայց եթե դու մտածում ես, որ իր փառքից ինչ-որ մի ստվեր կարող է քեզ վրա գցվի, մենք մեծագույն փառք ունենք մեր վրա այդ ստվերը գծած Քրիստոս Հիսուսի ողջ տիեզերային հարստությունը մեզ վրա։ Մեզ կոչեց թագավորի որդիները։
Իսկ այսօր մի հատ մեծամեծ ես տեսնում, խառնվում ես իրան, գնում ես կողքը կանգնում ես։ Չեմ ասում արհամարիր, բայց նաև ուզում եմ ասել մի մեծարիր։ Մարդը մարդուն մեծարելը Աստծուն պատիվ չի բերի։ Մեկն է որ պետք է մեծարվի եւ դա Քրիստոս Աստվածն է։ Մի շփոթվիր, մի խառնվիր, celebrity տեսնելով մի շփոթվիր։ Նա էլ մարդ է հողից պատրաստված ու հողա դառնալու։ Մի օր շատ գեղեցիկ հագնված, բնականաբար ավելի մեծահարուստ կին ներս մտավ եկեղեցի, առաջի անգամ էր եկեղեցի այցելում։ Ու այդ օրվա խոսքը խոսեց իր սրտի հետ, երբ որ հովիվը հրավիրեց նրանք, որոնք ցանկություն ունեն իրենց սիրտը Քրիստոս Հիսուսին տալու, թող առջև կան, որ աղոթք արվի իրենց համար։ Այդ կինը մոտեցավ ու ասեց, որ հովիվ ջան սիրելիս, ուզում եմ, որ ինձ համար աղոթք անես, ես էլ եմ ուզում իմ սիրտը Քրիստոս Հիսուսին տալ։ Հովիվը տիկնոջ ձեռքը բռնեց ու ասեց ինձ հետ աղոթքը կրկնիր։ Եվ ասեց, ասա dear Lord, սիրելի հայրս, Տերս, ես մեղավոր մի մարդ եմ։ Եվ նկատեց, որ կինը չի կրկնում այդ աղոթքը։ Never said a word։ Եվ Հովիվ հարցում ասեց, չես ուզում աղոթես։ Կարծեմ առջև եկար փրկվելու համար։ Տիկինը պատասխանեց. Հովիվ ջան, ուզում եմ փրկվել, բայց ես մեղավոր մարդ չեմ։ Հովիվ ասեց, եթե դու մեղավոր մարդ չես, Հիսուս եկավ մեղավորների համար։ Տիկին ասեց, բայց ես բարի մեղավոր եմ։ Այսօր մարդկային չափանիշներով, այո, երբ որ դու ու ես մեզի համեմատում ենք այդ գող, ավազակ, մարդասպան, լապիշ մարդկանց հետ, իհարկե մենք լավն ենք։ Դա մարդ հարաբերություն է։ Դրա համար այսօր շատ ու շատերը, միլիոնավոր ու բիլիոնավորները հենց այդտեղ է սատանան իրենց թակարդի մեջ գցում։ Ասում եմ, դու լավն ես այդ կողքինից, ինչպես Աստված քեզ չի ընդունի։ Բայց չի բացված մարդկանց համար, որ ստեղ մարդ հարաբերության մասին չի խոսքը, այլ մարդ Աստված հարաբերության մասին է խոսքը, որ դու Աստծո առջև ես կանգնում, եւ Աստծո առջև կանգնած դու ինչպես կարող ես բարի մեղավոր լինել։ Մեր բարի լինելը այդ չարերի համար դա համեմատական է, դա կընդունվի, բայց դա Քրիստոսի արյան զորությունը իր վրա չի կրի։ Ուզում եմ դա հասկանաս։ Եվ որ դու եկար ու Քրիստոսին կանչեցիր, դու քեզ մեղավոր չեր տեսնում քո հարևանի համեմատ, դու քեզ մեղավոր ես տեսնում որպես անհատ քո Աստծո առջև կանգնած։ Եվ Հովիվը պատասխանեց տիկնոջ, ասես, տիկին կներես, there is no such a thing as a good sinner։ Բարի մեղավոր չկա, պիսի հասկացողություն չկա Աստվածաշնչի մեջ։ Գնա եւ քո տեղդ նստի։ Միգուցե այսօր չէ քո ժամանակը ապաշխարության եւ մեղավորի աղոթք անելու։ Աստված քեզ չի կարող փրկել մինչև այն ժամանակ, որ դու քո հոգուտ խորքում, քո էությանդ մեջ հասկանաս, որ դու մեղավոր մարդ ես եւ Քրիստոսի ողորմության ու ներողամտության ու նրա լույսի ու հրաշքի կարիքը ունես քո կյանքիդ մեջ։ Կինը փորձեց նորեն ու կրկին անգամ Հովիվին համոզել, բայց ասես pastor, Հովիվ ջան, դու չես հասկանում, ես իրապես լավ մարդ եմ, բարի մարդ եմ։ I'm not a bad person, վատ մարդ չեմ ես։ Ու հանկարծ Աստծո հոգին այցելություն արավ իրեն։ Եվ նա փորձում էր համոզել իր նման մի մարդու, որ ինքը լավն է։ Այսօր այդպես չի, ողջ մարդությունը փորձում է դիմացինին համոզել, որ ինքը լավն է։ Էլ արդեն միայն քաղաքական գործիչներ չեն։ Ամեն մարդ արարած փորձում է իրան արդարացած տեսնել դիմացինի նկատմամբ։ Իրենց անեկդոտներով, իր ծաղրանքներով, թե իրենց խոսակցություններով, իրենց քննարկումներով։ Ամեն մարդ ուզում է դիմացինից ինչ առնի, առնի այն համոզմունքը, որ ինքը լավ, ճիշտ մարդ է։ Եվ կգտնես այդպիսինը։
She looked me in the eyes and said, Եվ Աստծո հոգին այցելություն արավ այդ տիկնոջը, նայեց հովի աշկերին ու ասեց. Խնդրում եմ աղոթիր ինձ համար։ Ես լավ մարդ չեմ։ Ես հպարտ մարդ եմ։ Նրա համար բացվել էր, որ բարի մեղավորի գաղափարը գալիս է ինչից, գալիս է հպարտությունից, որ դու չես կարողանում քեզ տեսնել Քրիստոսի ներկայության մեջ պակաս, խեղճ ու կարիքավոր։ I do need Christ, ես պետք ունեմ Քրիստոսին, որ ների իմ մեղքերը և ընդունի ինձ իր տանը մեջ։ Առաջի Պետրոս 5-րդ գլխի 6-րդ համարում Պետրոս առաքյալը այսպիսի խոսքեր ուղղեց. ամեն Քրիստոսին ճաշակացներին։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Այստեղ էլ է, որ ես ու դու հոգևորներս հաճախ ծուղակի մեջ ենք ընկնում։ Կարդում ենք միայն համարի առաջի հատվածը եւ սկսում ենք մտորել ու մտածել եւ բազում օրինակներ ես կարող եմ բերել, բայց իհարկե այսօր չեմ ուզում եւ ժամանակի եւ չենք էլ ուզում, որ մտնենք ուրիշ եկեղեցու խոհանոցը եւ նրանց ներքին սենյակները։ Այսօր մարդիկ եղան, որ խոնարհվեցին ու այն պահը, որ եկավ, որ սպասում ունեին, որ ցանկություն ունեին, որ աղոթք ունեին, որ իրենք կբարձրանան, իրենց կոչում կտան, իրենց հովի օգնական, պաշտոնյա, այն, մի դիրք, մի պաշտոն եկեղեցում ու հանկարծ, երբ իրենց այդ մտածածը, այդ ցանկացածը չիրականացավ, գիտեք ինչ են անում, հետո միանգամից բացահայտվում է նրանց իրական դեմքը։ Մեծ ամասնությունը եկեղեցին թողնում են, հավատք ու հեռանում են ու ասում են, այսքան տարի մենք խոնարհվեցինք, էսի գնահատվեց մեզ մեր խոնարհությունը, դա արդյոք աստվածային խոնարհություն է։ Աստծո խոսքի մեջ այդ համարի մեջ երկրորդ մասը ասում է, որպեսզի ձեզ ինչին ժամանակին, ում ժամանակի մեջ որոշված, իհարկե Տիրոջ ժամանակի մեջ որոշված։ Դու չես կարող Աստծո հետ առևտրի դուրս գաս, Տեր, ես մի տարի ամեն ինչ կանեմ, որ բոլորին համոզեմ, որ ես իմ նման խոնարհ մարդ չկա այս եկեղեցում։ Բայց այն քո ներքին ցայն ասում է, բայց մի տարի հետո ինձ պաշտոն տուր, դիրք տուր, արժեք տուր։ Մի բան արա, որ ես կարճեմ, որպեսզի դիրք ունենամ, որ մարդիկ ինձ ճանաչեն այդ կոչումով, այդ տիտղոսով։ Աստծո հետ ես ու դու չեն կարող առևտուր անենք, որովհետև անպայման կպարտվենք։ Նա իր որդուն տվեց, ինչ առևտրի մասին է խոսքը, ինչ կարող ես դու իրեն վերադարձնես իր տված որդու կյանքով, ոչինչ չունենք մենք, ոչինչ։ Եվ երբ որ խոսում է ժամանակի մասին, այդ ժամանակները նրա կամքի մեջ է, իմ ու քո կամքի մեջ չի, իմ ու քո որոշումների մեջ չի, իմ ու քո ընտրությունների մեջ չի։ Այսօր ամեն մեկի մոտ, սկսած 4 տարեկան, 5 տարեկանից սենց հեռախոս կգտնես։ Ոչ մի բան չունեմ հակասություն կամ հակառակություն, ուղղակի ուզում եմ պատմության գիրք ընկացնենք։ 30 տարի առաջ 10,000-ի մեջ մեկին կգտնեիր, ոչ թե նմանատիպ փոքր գեղեցիկ տեսքով, մի հատ հսկայական բեռ, որ մի հատ չամադան պայուսակ իրանց հետ ման են տալի, որպեսզի կարողանային այսպես կոչված այդ իրանց բջիջային հեռախոսը կանային այստեղից այնտեղ տանելու։ Իսկ եթե 60 տարի առաջ հետ գնամ, հազվադեպ տներ հեռախոս ունես, բջիջային հեռախոսայի մասին չէր, սովորական, որ գծին էր միանում, 60 տարի առաջ ես հիշում եմ, մենք չունեինք, մեր ամբողջ թաղամասում ոչ մեկը չուներ։ Սանգելոմար պետք է դուրս գայր գնայր ինչ-որ ընկերություն կամ փողոցում դրված, ինչևից է։ Իսկ եթե մի քիչ հետ գնանք, հեռախոս գաղափարը ստեղծեց Ալեքսանդր Գրահամ Բելը 1876 թվականին, բավականին հետ են գնում, չէ, մոտապես 150-160 տարի առաջ։
բայց հեռախոսի ստեղծում հենց այնպես չեղավ։ Ոչ մի ստեղծում հենց այնպես չի եղել, հիմք է եղել, որի վրա կառուցվել է այս ամբողջը։ Մինչև Ալեքսանդր Բելը մեկ ուրիշ անհատակություն կար, վստահ մեծամասնությունը դրա մասին գիտեք։ Professor Samuel Morse։ Այո, Morse-ի ալֆաբետը, այբուբենը, որ կարևոր չէ, չինացին էր օգտագործում, թե ռուսը, թե ամերիկացի, նույն ալֆաբետն էր, նույն կետը և գծերն էին։ Morse-ը պրոֆեսոր էր, դասախոս, գիտնական։ Էլեկտրականությունը հայտնագործվել էր, բայց հաղորդագրության գաղափար չկար։ Ոչ մի կերպ չէին կարող, թեկուզ 10 մղոն ենքող, 20 կիլոմետր ենքող, ինչ պետք է լիներ, փոստատարը պետք է նստեր ձի վրա, այդ սայլակի վրա գնար հասներ, որպեսի տեղափոխեր։ Եվ Աստված տվեց այդ շնորհք այս մարդուն, որ սկսեց մտածել, թե այդ հոսանքով ինչպես կարող է որոշակի նյութ եւ սկսեց փորձարկումներ անել։ Եվ երբ Ամերիկայի կոնգրեսը հասկացավ, թե ինչքան էական ու կարևոր գործընթաց է տանում այս անձնավորությունը, նրան ինչ արեցին, նրան տվեցին պաշտոնը եւ համապատասխան օգնությունը, որպեսզի շարունակի իր փորձառությունները։ Մայիս 24 1844-ին հեռախոսը ստեղծվեց 1876 թվին, մոտարպես 30 տարի։ 1844 թվին Մորսը Supreme Court-ում, որը Վաշինգտոնում էր, իր ստեղծած գործիքով, որ մի հատ իր մոտ էր, իսկ մյուսը իր ասիստենտի, իր օգնականը Ալֆրեդ Վեյլը Իրանից 42.8, այսինքն մոտարպես 50 մղոն, որ կլինի մոտարպես 90 կիլոմետր հեռավորության Բալթիմորում սպասում էր։ Կինոներում տեսած կլինեք կամ թանգարաներում Մորսը գործիք էր, որ հարվածում է իր երկար ու կարճ եւ այդ աշխատողը գիտեր այդ ալֆաբետը։ Նա հաղորդագրություն ուղարկեց, որ անմիջապես ընդդից ստացավ։ Առաջի Մորս հաղորդագրությունը գիտեք ինչ էր։ What has God done։ Ինչ կատարեց Աստված։ Այստեղ Մորս իր անունը չի նույնիսկ շեշտում, չի էլ փորձում։ Նա ամեն փառք իր հայտնագործության ում է վերագրում։ Տիրոջը փառավորին։ Այսօր դու գրքերում նման մի բան չեք։ Այսօր դպրոցներում sense բան չեն սովորացնում երեխեքին։ Երեխեքին աղջկան սովորացնում են ու համոզում են, որ դու աղջիկ դարձիր, ու աղջկան համոզում են, որ դու տղա դարձիր։ Ու դրանով հրճվում է իրանց դիվային աշխարհը հաճույք ապրում, որ կարողացան մի հատ երեխու կյանք եւս դժբախտ դասնել։ Բայց sense մի բան, դու գնա 99 աշակերտներից հարցրու, որ դպրոց են սովորում, եթե մեկը պատասխանեց արի թքի մերեսին։ Եթե մի բառ գիտի Մորսի մասին եւ գիտի, որ նրա առաջի հաղորդագրությունը եղել է What has God done։ Ինչ հրաշք արեց Աստված իր ստեղծագործության մեջ։ Մի առիթով Մորսին հարցում հարցրեցին։ Նա արդեն հայտնի դեմք էր։ Ասեցին, այս ամբողջ հայտնագործության ընթացքում երբևիցե պատահեց, որը այդպես պատնեշների հանդիպեցիր, քո մտածածը, քո այդ theoretically մտածածը, որ ուզում էր իրականացնել, չէր իրականանում։ Այդպես է եղել։ Ոչ մի բան այդպես ոչ մեկի կյանքում հասուն, սահուն չի անցել։ Morse responded, more than once, անգամներ, ոչ թե մի անգամ։ Եվ ամեն անգամ ասում է, երբ որ ես խոչընդոտի էի հանդիպում այն ինչ որ միտք ունեի, բայց չէի կարող իրականացնել, ասում է, գիտեք ինչ անում, ծնգի էի գալիս եւ երկնքի Տիրոջը գիտնական մարդը ծնգի էր գալիս ու երկնային Տիրոջը աղոթք էր բարձրացնում, որ Աստված իրան իմաստություն տա։ Ես շատ խեղճ ու ոչինչ մարդ եմ ու բացարձակապես միտում չունեմ նույնիսկ 1%-ով, 1/100-ական, 1000 ինձ համեմատեմ Մորսի հետ։ Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, computer programmer, 40-ից ավելի տարիներ։ Եվ այս տարիների ընթացքում ինչ-որ ծրագրեր եմ գրել։ Եվ ուզում եմ ի փառս Քրիստոսի նույն բանը վկայել իմ կյանքից։ Բազում անգամներ խոչընդոտի եմ հանդիպել եւ մտածել եմ սա անհնարին է, չի ստացվի, նման ծրագիր չես կարող գրել։ Եվ ինչ եմ արել։
նույն մոտեցումը Տիրոջս եմ կանչել եւ աղոթել եւ Տերը ուղղությունը տվել եւ այսօր ինչ որ կա միայն ու միայն նրա շնորհիվը Մորսը դրանով չի բավարարվում տեսեք նրա մտքի ու գաղափարը ասում է ես իմ Մորսի հայտնագործությունով մեծ գործունեություն արեցի, որպեսզի կարողանան մարդիկ իրար հետ հաղորդակցվել վայրկյանների ընթացքում։ Դժվարին էր, հեշտ չէր, պետք է կրթվեիր, հասկանայիր, պետք է այդ հաղորդալարերը, բամբոշ լիներ, բայց հասկանում եք այն ժամանակվա համար, որ դու կարող ես հաղորդակցվես, պատկերացնում ես դա ռազմական, պատմական, քաղաքական ինչ մեծ հզոր ուժ էր այն ժամանակվա համար։ Ասма ես նման հայտնագործություն իրականացրեցի not because I was superior ոչ թե նրա համար որ ես ավելի տաղանդավոր, ավելի փառավոր, ավելի բարձր էի մյուս մարդկանցից բայց միայն ու միայն Աստծո փառքի համար Աստված միևնույնը ասում այդ հայտնագործությունը ինչ որ մեկի միջոցով պետք է ի հայտ բերեր Եվ Աստծո փառքի համար Աստված ինձ ընտրեց, որ իմ միջոցով այդ հայտնագործությունը հայտ գա։ Այսօր քանի նման գիտնականներ կգտնեք, բժիշկներ, մասնագետներ, որ նման արտահայտություններ անել։ Ամեն մարդ տենչում է, որ իրան վերագրի։ Ես, իմս, իմ մտքերս, իմ գաղափարս։ Տեսնում եք, այս 200 տարվա մեջ մարդկությունը շատ զարգացավ արտաքին նյութական առումով բայց իշքան հետադիմություն եղավ մտային հոգևոր Առակաց գրքի 29-րդ գլխի 23-րդ խոսքում այսպիսին են կարդում Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի Ամբարտավանությունը նրան կնվաստացնի բայց հեզահոգին փառքի կարժանանա Եթե ոչ այս երկրի վրա, ապա վստահաբար Աստծո խոստումի համեմատ երկնքում փառքի կարժանանա։ Եվ վերջապես, մինչև վերջի համարի ընթերցանությունը ուզում եմ մի հատ արագ վերհիշում անեմ։ Երբ Մովսեսը հասակ էր առնում, նա հասակ էր առնում որտեղ իր հրյա ընտանիքի մեջ ոչ փարավոնի տանը մեջ նա փարավոնի աղջկա տղան էր եւ նա վայելում էր փարավոնի ամբողջ հարստությունը ու փառքը եւ իշխանությունը հետո հանկարծ նա որտեղ հայտնվեց անապատում 40 տարի չոբան մնաց հովիվ ոչխար էր արածացնում բայց ինչն էր պատճառ որ նա թողեց այդ ամբողջ հարստությունը ու փառքը ու հայտնվեց անապատում մի հստակ ճշմարտության համար Եբրայեցիս թուղթ 11-րդ գլուխը հայտնի է Եբրայեցիս գրքի հեղինակը բացահայտ չի ոմանք ասում են Պողոս առաքյալը բայց ինչևից է Աստծո խոսքի մասն է եւ լեցուն իմաստություն կա այդ գրքի մեջ եւ 11-րդ գլուխը ամբողջովին վերլուծում է ու բացադրում է ինչ է ասել հավատքը Ինչպես կարող է մարդը հավատացյալ լինի հավատք եւ ասում է հավատով նա այսինքն Մովսեսը թողեց Եգիպտոսի թագավորի բարկությունից չվախենալով ոչ միայն իր փառքը թողեց այլ նաեւ նա գիտեր որ փարավոնը նրան կհետապնդի ու մի երկվայրկյան շուտ նրան կսպանի ասում է ոչ վախը ոչ էլ փառքը նրան վախեցրեց որովհետեւ համբերեց 40 տարի համբերեց ինչ միակ վերջի տողերնա իբրև թե տեսնում էր ինչը անտեսանելին էր նա տեսնում ինչպես կարող ես տեսնես անտեսանելին եթե ոչ հոգուտ մեջ այսօր մարդիկ մոտենում են քեզ հարցնում են դու Աստծուն տեսել ես որ հավատում ես նրան այս տողերը կարդացեք իրանց համար այդ անտեսանելին դու կարող ես տեսնել քո հոգուտ մեջ ու երբ որ տեսար քեզ համար բոլոր արժեքները փոխվում են քո կյանքի նպատակն է փոխվում քո կյանքի ապրելակերպն է փոխվում քո կյանքի առօրյան է փոխվում նստելը ու ելնելն է փոխվում խոսալը ու լսելն է փոխվում
որովհետև Տերը գալիս է այդ անտեսանելին ու մեր հոգու մեջ անտեսանելի ձևով մի նոր ծնունդ է տալիս։ Թող փառավոր լինի այդ փառավոր Քրիստոսը։ Ամեն։